Ոլորտի պատասխանատուները քննարկում են, թե ինչպես ու ինչ մեխանիզմով է արգելվելու մինչև 16 տարեկան երեխաներին սոցիալական ցանցերից օգտվելը եւ ինչպես է դա վերահսկվելու։ Այն, որ օրենսդրորեն է այդպիսի սահմանափակում լինելու, վերջերս հայտարարել էր կրթության նախարար Ժաննա Անդրեասյանը։ Կարծում եմ դա միանշանակ ճիշտ է, նույնիսկ կարելի ասել ինչ-որ չափով ուշացած։ Կրթական գերատեսչության հանրակրթության վարչության պետն ասում է, սա ավելի մեծ գործընթացի բաղադրիչ է։ Երեխայի իրավունքների եւ երեխայի պաշտպանության համակարգի մասին նոր օրենքով է ամրագրվել երեխայի նաեւ առցանց անվտանգության ապահովման մեխանիզմների անհրաժեշտությունը։ Հիմա համապատասխան գերատեսչություններն աշխատում են այդ օրենքից բխող ենթաօրենսդրական ակտերը մշակելու ուղղությամբ։ Եվ մենք խոսում ենք նրա մասին, որ յուրաքանչյուր գերատեսչություն իր մասով կարողանա անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքները տանել, որպեսզի երեխաները մուտք չգործեն, մուտք գործելիս իրենց այնտեղ ապահով զգան, կարողանան ապահով օգտագործել այդ ցանցերը կամ որոշակի այսպես ռիսկերի հանդիպելու դեպքում լինի այդ խնդիրներին արձագանքելու, դրանք բարձրացնելու արձագանքելու մեխանիզմներ։ Թամարա Սարգսյանի խոսքով լավ են պատկերացնում մեխանիզմների կիրառման դժվարությունները։ Տարբերակներից մեկը գուցե լինի այն, որ պարտադիր լինի սարքավորումը ձեռք բերելու ժամանակ դրա օգտագործողի հետ իդենտիֆիկացումը եւ այդ ձևով հնարավոր լինի տվյալ սարքավորումից օրինակ սոցիալական ցանցերում գրանցվելու դեպքում որոշակի արգելափակում դնել։ Վերահսկողությունն էլ հեշտ չի լինելու։ Ամենադժվար մասը այստեղ վերահսկելու իմաստով այն է, թե եթե երեխան մուտք է գործում եւ իր տարիքը նշում է ոչ թե 12, այլ 22 տարեկան, ինչպես այս գործընթացը վերահսկել, կամ եթե երեխան օգտագործում է սոցիալական ցանցերը, բայց ոչ իր իդենտիֆիկացնող տվյալներով, այլ մեծահասակի տվյալներով։ Վարչության պետը դժվարանում է սահմանափակումներն ուժի մեջ մտնելու վերաբերյալ հստակ կանխատեսումներ անել, բայց նշում է ենթաօրենսդրական ակտերը կլինեն մինչև տարվա վերջը։ Շատ կարևոր ենք համարում պատկերացումը հստակ լինի, որ մենք խոսում ենք բացառապես սոցիալական ցանցերի օգտագործման մասին եւ սա չի նշանակում, որ երեխաները ընդհանրապես թվային հասանելիություն չպետք է ունենան։ Մանկավարժ կրթության փորձագետ Արա Աթայանը կարծում է, սոցցանցերից օգտվելու բացասական հետևանքները վաղուց տեսանելի են։ Ցանկացած փորձառու ուսուցիչ կարող է երեխաների դեմքի գույնից պարզապես իմանա, ով տանը քանի ժամ անցկացնում այդ գործունեության մեջ, երեխաների կենտրոնացման հնարավորություններից, երեխաների դասի ժամանակ քնքոտ լինելուց, երեխաների երևակայության նվազումից, սեփական ինքնուրույն մտածողության նվազումից, սովորում են մակերեսային դատողություններով ու ինչ-որ կարծրատիպերով առաջնորդվել, բազում հետևանքներ կան ֆիզիկականից մինչև հոգեբանական։ Աթայանն ասում է, իրենց դպրոցում խնդիրը պակաս սուր է, որովհետև դրա դեմ վաղուց են աշխատում։ Նաև հասկանում են, որ չի կարելի ինչ-որ բան արգելել առանց փոխարենն այլ բան առաջարկելու։ Դրա համար պետք է երեխաների ակտիվ մանկություն, ակտիվ ստեղծագործական աշխատանք, արհեստներ, շատ շարժում, արշավներ եւ այլն բազմաթիվ ձևեր կան, ինչով կարելի է աշխարհը դարձնել երեխաների, իսկական աշխարհը դարձնել երեխաների համար ավելի հետաքրքիր, քան վիրտուալ աշխարհը։ Դպրոցը նրա խոսքով պետք է լինի ոչ թե առաջին դասաժամից մինչև վերջինը գլուխը լցնելու մի վայր, այլ ապրելու, որի մեջ մտնում են մարդկային շփումը, համատեղ հանգիստն ու արկածները։ Աննա Զախարյան, Դավիթ Մաչկալյան, լուրեր։